Վերջին 100 տարիներին երկրագնդի մթնոլորտի ջերմաստիճանը բարձրացել է մոտ 1 աստիճանով և շարունակում է բարձրանալ։ Գլոբալ տաքացման և կլիմայի փոփոխության հետևանքներն արդեն ակնհայտ են։ Հաճախակիացել և ուժգնացել են կլիմայական վտանգավոր երևույթները։ Սառցադաշտերը հաճվում են, օվկիանոսի մակարդակը բարձրանում։ Այս ամենը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների, այդ թվում խմելու ջրի և սննդի պակասին։ Երկրի և մթնոլորտի ջերմաստիճանը պահպանվում է ջերմոցային գազերի շնորհիվ, որոնք խոչընդոտում են Երկրի ջերմության արագ հեռացումը տիեզերք, ստեղծելով ջերմոցային էֆեկտ։ Գիտնականները համոզված են, որ կլիմայի ներկայիս փոփոխության հիմնական պատճառն արդյունաբերական շրջանում գազի, նավթի և ածուխի այրման հետևանքով մթնոլորտում ջերմոցային գազերի խտության կտրուկ աճն է, ինչի հետևանքով մոլորակը սկսել է տաքանալ։ Կլիմայի փոփոխության աղետալի հետևանքները կանխելու նպատակով 1992 թվականին ընդունվեց Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան։ Հայաստանն այն վավերացրեց 1993-ին։ 2015-ին ընդունվեց կոնվենցիային կից Փարիզյան համաձայնագիրը, որով պետությունները ստանձնել են պարտավորություն նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները այնքան, որ գլոբալ միջին ջերմաստիճանի բարձրացումը մինչև 2050 թվականը լինի 2 աստիճանից ցածր, նախարդյունաբերական շրջանի համեմատ։ Փարիզյան համաձայնագիրը Հայաստանի համար ուժի մեջ է մտել 2017 թվականին։ Կառավարության կողմից հաստատվել է կոնվենցիայից բխող ազգային գործողությունների ծրագիր, որով նախատեսվում է բարձրացնել էներգախնայողության և էներգոարդյունավետության մակարդակը, զարգացնել վերականգնվող էներգետիկան, ավելացնել անտառապատ մակերեսը մինչև 20.1%, հողօգտագործման ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով վերականգնել դեգրադացված հողերը և պահպանել հողերի բերրի շերտը։ Բացի այդ, պետք է քայլեր ձեռնարկել կլիմայի փոփոխության հետևանքներին հարմարվելու ուղղությամբ, այդ թվում բարձրացնել ոռոգման համակարգերի արդյունավետությունը և նվազեցնել էկոլոգիական աղետների ռիսկերը։ Կլիմայի փոփոխությանը մեղմելու և դրան հարմարվելու համար անհրաժեշտ է բոլորի ջանքերը, անհատից մինչև ազգային և միջազգային մակարդակներում։